Պարոն Հովակիմյան, երեք հայտնի դարձավ, որ պատգամավորի թեկնածու, նախ Գագիկ Ծառուկյանը դեռ համարվում է պատգամավորի թեկնածու, մինչև երբ է համարվելու։ Հարգելի լրագրողներ, ըստ էության պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այդ դեպքում ինչպես է գնահատում այն, որ երեք հենց դատախազությունը առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանը։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը եւ ոչ կենտրոնական ընտրական։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ես ինչ եմ ասում, որտեվ ես էլ տեսել եմ հաղորդագրությունը, դա 3 չեն մեղադրանք առաջադրել։ 3 են առաջադրել։ Ես տեսել եմ հաղորդագրությունը, որտեղ որ խոսում էր ինչ որ նախկին քրական գործի եւ այլ, որտեղ խափանման միջոց առաջադրվել է 3։ Հարգելինես, եթե նայեք ընտրական օրենսգիրքը պատգամավորի թեկնածուներին անձեռնմեր խելություն է տալիս, եթե քրական հետապնդում է ամեն ինչը, ծագել է թեկնածու կարգավիճակը ձեռք բերելուց հետո, մինչ այդ եթե եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, դրանից հետո նոր է քրական, այդ լրիվ արդեն ուրիշ է։ Տեսեք, հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մեղադրանք առաջադրողը գլխավոր դատախազությունն է։ Գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրել։ Եթե դուք կարծում եք, որ գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է կարծում, բոլորդ էլ դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել մեկնաբանել գլխավոր դատախազության գործողությունները մեղմ ասած ճիշտ չի։ Պարոն Հովակիմյան, վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժանցնում է խորհրդարան, թե ոչ։ Հարգելի լրագրողներ, քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Ավելին, ես ուղղակի օգտվելով առիթից ասեմ, հարգելի լրագրողներ ջան, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թրծրել, այսպես ասենք, մարդկային գործոն։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հիմի տեղամասերը անգիր չեմ հիշում, այդ 27-րդ ընտրատարածքում է եղել մարդկային հոգնածության տողը, այսպես ասենք, մի տողը ուղակի մուտքագրողը Պարոն Կիրակոսյան, տեսեք, կրկնում եմ դա, արձանագրությունները կան, արձանագրությունները այն, որ դա հայտնաբերվել է, նաև հայտնաբերել, որովհետև մեր արձանագրությունները կան, հրապարակված են, այսինքն նախնական արդյունքները դրա համար են նախնական, որովհետև երբ ասում ենք նախնական արդյունքը, դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմի այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ իրականացում։ Այս վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնեմ։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Չէ, Հայաստանը սխալ ասեցի, միասնության թևերից։ Տեսեք, պատշաճ դիմում շատ քիչ է ստացել։ Այդ եմ ասում, պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել։ Ստացել ենք, բայց քանի որ դիմումները եղել են, այսինքն պատշաճ չի եղել, կային ներկայացրել, պիտի ընտրատարածք ներկայացնեին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրել կամ ընտրատարածք ներկայացրել են թեկնածուն բոլոր տեղամասերի համար ներկայացրել է, իսկ դրա իրավունքը չուներ, այսինքն ինքը պիտի ներկայացներ թեկնածուն միայն այն տեղամասը, որտեղ ինքը արդյունքների ամփոփմանը ներկա եղել։ Մեր ուղղակի մոտեցումը եղել է այս։ Հնարավորինս որ տեղամասերը ցանկանում են, որպիսի վերահաշվարկ իրականացվի,
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ, այսինքն հասկացաք դիմումը չի եղել պատշաճ մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել ու հիմա ընթանում են։ Այսինքն մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թևերի կուսակցության պատգամավոր տեխնացուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս այսպես ֆիզիկական նաև որովհետև ուրբաթ օրը 14:00-ն իրենք միջև ժամանակ ունեն վերահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել։ 2000-ից ավելի ընտրություններ եկել մի բան ճշտ է։ Իրավունք ունեն բոլոր 2005 ընտրատեղամասերում էլ վերահաշվարկ պահանջել։ Հարգելիներս, տեսականորեն կարող են նման բաներ, բայց դա պիտի ներկայացնեն այն վստահված անձին կամ այն տեխնացուները, ովքեր քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ գտնվել են տվյալ տեղամասում։ Այսինքն զուտ այսպես համակարգչային լեզվով ասած դդոսել է, էդի կներեք, էդի Բացահայտեք ի վերջո, ինչ է նշանակում գաղտնի ընտրացուցակ, այդ ընտրողների Հարգելիներս, գաղտնի ընտրացուցակ, տեսեք, մենք ունենք ընտրողների ցուցակ, որը հրապարակում է մեր լիազոր մարմինը, այսինքն միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։ Եվ մենք ունենք կատեգորիաներ, ում ցուցակները չի հրապարակվում, ոչ, ունենք կատեգորիաներ, կարող եք դուք ընդհանրապես բացել ընտրական օրենսգիրքը, այնտեղ շատ հստակ գրված է, ու կհասկանաք, թե այսպես ասենք, այս աղմուկը, որ ցուցակների հետ բարձրացվել է, որքան է վնասում Հայաստանի Հանրապետությանը։ Հարգելիներս, դժվար չի, հարգելի լրագրողներ, եթե չեմ սխալվում, մամուլի քարտուղար բոլորիդ ընտրական օրենսգիր գոնե մեկ հատ տրամադրել է։ Կարող եք բացել եւ ընթերցել ընտրական ցուցակների կազմավորման, հրապարակման ամբողջ գործընթացը եւ զուտ քաղաքական շահերով պայմանավորված ամենայն հարգանքով հորդորում Զատները նաև վայր գներու հարցը, պարոն Կիրակոսյան, այդ դեպքում լեգիտիմության հարցարելու եք թե չէ։ Ես դրա հետ կապ չունեմ։ Անհարմարությունը ինչպես է առաջացել, ով է դրա պատասխանը։ Ես, տեսեք, տեղամասերի հասցեները, այսինքն որտեղ որ տեղամասեր պիտի կազմավորվեն, նշանակում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Եվ այս ընտրությունները մի քանի դեպք ունեցել են, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինների, քանի որ համապատասխան դպրոցը, մանկապարտեզը գտնվել են վերանորոգման փուլում, այսինքն Բան չկար իմ դեմքում, ուղղակի խնդրանք ես, որովհետև ես չգիտեմ, որ դեպքի մասին եք ասում, կարող եք գրավոր ներկայացրեք, մենք ուսումնասիրենք, հասկանանք, թե ով այդ տեղամասը տեղափոխվել, որովհետև տեղամասերի հասցեներ, այսինքն որտեղ պիտի լինի տեղամասային ընտրական հանձնաժողովը, շենքը նկատի ունեմ, հասցեն, սահմանում են տեղական ինքնակառավարման մարմինները։ Այս դեպքում ենթադրում եմ Երևանում, չէ՞։ Ավան առնջումին որ դուք տեսեք, երբ որ դուք մեզ գրավոր ներկայացնեք, դուք որտեղ է ձեր տեղամասը եւ այլ, մենք էլ մի հատ քաղաքապետարանից կհասկանանք, թե ինչա ձեր նախկին տեղամասը, ասենք եղել, չգիտեմ, մի հասցեում, հետո հայտնվել այլ հասցեում։ Պարոն Հովակիմյան, նախնական գնահատումը, որովհետև երբ այդ հաշվարկը սկսվել է, դուք ինչ եք կարծում, հնարավոր է, որ իսկապես ձայները այնպես հաշվարկը իրականացվի եւ փոխվեն, որ իսկապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնի։ Հարգելիներս, ես նման նախնական գնահատական չեմ կարող տալ, չեմ տա, որովհետև կներեք մեր մինչև ընդհանուր process-ը չավարտվի, ընդհանուր գնահատական չավարտվի, ես եւ իմ գնահատականը լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեսքով։ Իրենք միտում են տեսնում, ասում են, երբ որ ԿՊ-ն տեսել է, որ իրենք 3/5-ով չեն կարող կազմել, այդ ժամանակ արդեն իրենց ձայները Հարգելի լրագրողներ ջան, որտեղ է նվազել։ Ես կրկնում եմ։ Չէ։ Հարգելի լրագրողներ, հրապարակված, տեսեք, նախնական արդյունքները հրապարակվել է։ Հրապարակվել է 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովի քաղվածները, արձանագրությունների քաղվածները։ Արձանագրությունները բոլոր են քաղաքական ուժերը, որոնք օրինակ ուժեղ Հայաստանը մեզանից խնդրել է, որպեսզի հնարավորություն տան արձանագրությունների պատճենները ձեռք բերեն, որտեղ ինքը մի քիչ մեծ է, մենք այդ հնարավորություն տվել ենք։ Այսինքն ամեն ինչ թափանցիկ գնում է։ Տեսագրությունները
ամբողջ գործընթացը տեսագրված է։ Հիմա ներկայիս վերահաշվարկային իրականացում կրկին ուղիղ եթերում է իրականացվում։ Այսինքն այստեղ գներեք մեր ունենք դեպք, որ Պարոն Հովակիմյան, Ջորջան, հարգելի լրագրողներ, կրկնում եմ, ձայները 4 դեպքում, իրենց դեպքում 4 տեղամասում սխալ մուտք արվել, չի պակասել։ Այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմել է քվեարկության նախնական արդյունքները, չէ։ Հարգելի լրագրողներ, կրկնում եմ, կա արձանագրություններ, այդ արձանագրությունները կենտրոնական տրական հանձնաժողովն են մեծ հաշվով, որ իր ասենց ասած տրամադրության փաստաթղթերն են։ Այդ փաստաթղթերում գրված այդ 77-ը։ Հասկանում եք, այսինքն խնդիրը այն է, որ իրենք որտեղից են իմացել, որ իրենց ձայնը, ասենք 77 էր, այլ մեկ չէր։ Մեր արձանագրություններից, մեր քաղաքացիից, եթե մեր արձանագրությունները չարտացոլ էին այդ պատկերը, իրենք դրա մասին չէին էլ իմանա, բայց այդ քաղվածքը, որ տրվել է վստահված անձանց, տրվել է այդ արձանագրությունների իման վրա։ Այլ կերպ ասած, եթե եղել է 5 տեղ սխալ մուտքագրում, այդ շտկվելու է այս փուլը, կներեք, դրա համար չենք ասում ենք նախնական արդյունք, չենք ասում, չէ, վերջնական արդյունքն է։ Հասկացում եմ, որ ձայների փոշիացում է տեղի ունենում։ Հարգելից, երբ որ կա արձանագրությունը, ոնց է տեղի ունենում։ Կարեք ինձ ասեք, երբ որ կա արձանագրություն, որտեղ որ գրած է, որ այս քաղաքական ուժը այդ տեղամասում ստացել է այսքան ձայն։ Հիմի ասենք իրենք չհայտնաբերին մեկը ուղղելու է։ Փաշինյանը ճնշումներ է գործադրել ձեր վրա, որպեսզի իրենց ձայները Լավ էլի, Ջորջան, ես կոչ եմ անում քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, իրենց քաղաքական բանավեճը, իրենց քաղաքական գործն ոնց սավարում են, հարգելիս լավ էլի, ասենք ինչ ճնշում։ Հարգելիս, ուրեմն տեսեք, արձանագրությունները 2005-ատ արձանագրություն։ Եթե ձեզ հետաքրքրում է, այդ արձանագրությունները կարանք հնարավորություն տակ ուզում եք, չգիտեմ, նկարեք, ով որ ցանկանա կարող է անգիրանել, բայց կա 2005-ատ արձանագրություն, այդ թվում այն արձանագրությունները, որտեղ որ արձանագրած են այն թվերը, ինչ որ մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության գործընկերները արձանագրել են, որը այս է մեր թվերը։ Եթե ուզում եք, խնդրեմ ծանոթացեք ներկայումս էլ ընթանում է վերահաշվարկը եւ էլի ճշգրտված թվերը հրապարակվելու են։ Պարոն Հովակիմյան, ուզում եմ իմանալ, կան ընտրատեղամասեր, որտեղ կամ որոնց հետ կապված ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ եք ստացել, եթե այդպիսի դիմումներ կան, բայց ավարտեն միանգամից նոր։ Եվ քննարկվել է արդյոք ինչ հնարավոր սցենար կա։ Ես կարող եմ ասել, որ այս պահին մեկ նման դիմում ունենք։ Որ ընտրատեղամասերի հետ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված նման դիմում է ներկայացրել։ Այո, այն տեղամասն է, հարգելի գործընկերներ, որտեղ որ քվեարկությունով ժամը 6-ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը 8 համար է։ 8 համարի քվեարկը մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել ու ժամը 6-ին է դա պարզվել, երբ որ ընտրողն է պահանջել, ասենք ընտրողը պահանջել է, որ ասել է եւ այդ ժամանակ այդ մի դիմումն է, պարոն Հովակիմյան։ Այս պահին այո։ Իսկ քննարկել եք կամ այսքան որոշումը երբ կլինի։ Տեսեք, բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին եւ ձեր բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու արդեն հունիսի 14-ի որոշման մեջ։ Պարոն Հովակիմյան, դուք լրագրողներին եք հորդորում ընտրական օրենսգրքին ծանոթ լինել, իսկ հանձնաժողովի նախագահները ծանոթ են ընտրական օրենսգրքին, օրինակ 8-ի կոտորակ 20 ընտրատեղամասում Լյուդվիգ անունով հանձնաժողովի մի նախագահ ինձ թույլ չէր տալիս պարզապես դուրս գալ ընտրատեղամասից, պնդելով, որ պետք է մինչև վերջին քվեաթերթիկի հաշվարկը արձանագրության կազմում նրանք ներսում եւ վստահաբար հետո պարզվեց, որ նա ոչ տեղյակ է, որ 8-ից հետո լրագրողները դիտողները Պարոն Կիրակոսյան, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, որ 16000 հանձնաժողովականներից
մեկ հոգի լավ 10 Ժորժ ջան, ես ձեզ ասում եմ այդ խնդիրը, որ ժամը 8-ից հետո հանձնաժողովում գտնվելու իրանք ունեցողները Պարզապես պարոն Հովակիմյան այդ փոփոխությունը տեսեք 10 չի շատ է ամեն ընտրությունից առաջ մենք այդ հատկապես այդ խնդրի վրա մեծ ուշադրություն գնանք բայց կներեք գտնվում են հանձնաժողովների նախագահները չգիտեմ քարտուղարները տեսեք իրենք քննությունը այսինքն թեստը բարի աջող հանձնում են գալիս են դասընթացներ են անում բացատրում են բայց որ ասենք իսպար չլինի մեկը տեսան ազանգը ստանում են որ չգիտեմ վստահված անձն է ուզում փոխվի օրինակ դա էլ կարող լինի չեն թողում տեխնացունա ուզում ասենք 8-ից հետո մտնի ներս չեն թողում հա լինում է ես ասում եմ այս դեպքում 16000 մարդ ընդգրկված հանձնաժողովներում երևի մոտավորապես մի 10 նման ազանգ է եղել մեր համար սա ես ասեմ ձեր համար քան որ ձեզ է վերաբերում ձեզ համար էլի աշխարհացունց իրադարձություն ես հասկանում եմ բայց մեր պարագայում երբ որ ոչ մի բան աշխարհորենք տեսեք պարոն Կիակոս ես հորդորում եմ ձեզ որ օրինակ հաջորդ ընտրություններին դուք գաք ինքներդ հանձնաժողովի նախագահ աշխատեք։ Ես չեմ կարող ես իրավունք։ Եվ գնայք վստահված անձը իրավունք ունի ինչ որ հարցեր բարձրացնի կարգադրություններ կայ ընտրատեղամասը Հայաստանի վստահված անձը իրեն զգում էր ինչպես զուգը ջրում եւ ինչ հայտարարություն վստահված անձը իրավունք չունի ոչ հանձնարարություններ տալու ոչ կարգադրություններ տալու վստահված անձը իրավունք չունի միջամտելու խոչընդոտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքը եթե վստահված անձը որևէ բան է նկատում ինքը պետք է նախագահային կամ քարտուղարին իր դիտարկումը ներկայացնի բայց ձեր նկարագրած երևույթը ինչ որ պարագաներում լինում է եւ մենք ամեն անգամ բոլոր ընտրություններից հետո այդ հավաքագրում այդ խնդիրը ու նորից հաջորդ ուսուցման ժամանակ էլի նոր կրկին անգամ այդ հանգամանքի վրա ուշադրություն է գրառում բայց կրկնում եմ օրվա համար հանձնաժողովի նախագահին ինչքան է ստանում ըստեյության 1 օր չի նախագահի պարագայում ստացվում է աշխատանքային փուլը մոտավորապես 3 օր եթե չեմ սխալվում մոտ 150,000 դրամ է բայց մոտ 150,000 կարող է մի փոքր քիչ շնորհակալություն